ավարայր 451 թվական, երբ հայ ժողովուրդը պայքարում է հանուն հավատքի, հանուն հայրենիած ընդդեմ մազդեզական կրոնի, այսինքն գրակապաշտության։ Այդ ժամանակ լատին եւ հույն եկեղեցիները Քաղկեդոն քաղաքում հրավիրել էին տիեզերական ժողով, որտեղ ցավոք սրտի հայերը չէին կարող մասնակցել, որովհետև պատերազմական վիճակի մեջ էին։ Սակայն երբ ստացան Քաղկեդոնի ժողովի թղթերի պատասխանները, հայերը միանգամից մերժեցին, որովհետև այնտեղ քննարկվել էին հարցեր, դավանական հարցեր էին իհարկե դրանք, որտեղ հայերը տեսան նեստորական աղանդի մնացուկներ։ Եվ իրենք մերժելով Քաղկեդոնը, փաստորեն լատին եւ հույն եկեղեցին մերժեց մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին, որ պայքարում էր հանուն հավատքի, ասեն իզոլացվեց եւ կարծես դարձավ ազգային եկեղեցի։ Տաճարները ունեն նաեւ մի ուրիշ չափում, դա նրանց ուղղաձիգ չափումն է։ Եվ կարելի է տեսնել, որ տաճարները հենց սկսած Գրիգոր Լուսավորչի տեսիլքից, թե ինչպես է ձևավորում քրիստոնեական տաճարը, անպայման նա պետք է ունենա կամարներ։ Այդ կամարները Գրիգոր Լուսավորչի տեսիլքում նկարագրում են որպես երկնանման, որպես արևափայլ, որպես կրակափայլ, եւ այդ կամարների վրա նստում է գմբեթարդը, որը արդեն ինքը կիսագնդաձև է եւ խորհրդանշում է երկինքը։ Ուրեմն մի այլ բան է ծիսական եւ հորիզոնական չափումը, մի այլ բան է ուղղաձիգ չափումը, որտեղ մենք տեսնում ենք երկնային ամբողջ ոլորտը խորհրդանշող կամարներ, ուրեմն գմբեթ, եւ այնտեղ է Աստվածային զորության գաղափարական մշտական ներկայությունը։ Մենք մի առիթով, եթե չեմ սխալվում, խոսել ենք, թե ինչպես Թադեուս Առաքյալը գալով Հայաստան, հիշում ենք նաև նամակագրությունը Հիսուս Քրիստոսի եւ Աբգար թագավորի միջև, եւ ինչպես նա գալով առաջի եկեղեցին, աշխարհում առաջի եկեղեցին հիմնվեց Հայաստանում, որպես կառույց։ Այս կառույցի մասին հաճախ այսօր ուզում եմ մոռացնել տանելից, շփոթեցնել տան, որ իբրև թե եկեղեցին մեր Աստծո ասում են կռավում է, քավլիցի, եկեղեցին ինքը Աստոտունն է։ Եթե հին տաճարը, որտեղ Աստված Սողոմոն իմաստունին ասաց, որ իմ անունը, իմ սիրտը եւ աչքը հավիտյան կմնա այնտեղ, Հիսուս նոր տաճարը կառուցեց առաքյալների իրոքարյանք, նրանց նշխարների վրա։ Պետք է ասել, որ հայերի տաճարի վրա մի կարևոր ազդեցություն է գործել լեռան մասին պատկերացումները, ինչպես որ լեռը ստատիկ է, անշարժ է, գետնամած է, այդպես էլ եւ անշարժ է, ստատիկ է ու գետնամած է հայերի տաճարը։ Խոսքը այստեղ տեխնիկական հնարավորությունների մասին չէ, վարպետները կարող էին եւ կերտել են այնպիսի հուշարձաններ, որոնք իրենց բարձրությամբ, թեթևությամբ ուղղակի հիացմունք են առաջացնում, ասենք դամբարան եկեղեցիները, զանգակատելները, զանազան տիպի ռոտոնդաները, բայց որպես սկզբունք հայերի եկեղեցին ահա աչքի է ընկնում այդ գետնամած ուրեմն հարաբերություններով եւ այս տեսակետից կարծեք թե արտապատկերում լինի անշարժ լեռան։ Շատ ուշագրավ է, որ ուրեմն ըստ ավետարանական պատմության Պետրոսը, որի անունը բառացի նշանակում է ժայռ, ինքն է հանդիսացել եկեղեցու, քրիստոնեական եկեղեցի հիմնադիրը եւ Քրիստոսը մի առիթով դիմելով Պետրոսին ասում է. Հիսուս Պետրոս առաքյալին ասաց, դու վեմ ես եւ այդ վեմի վրա պիտի բարձրացնեմ իմ եկեղեցին։ Կարելի է պնդել, որ հայերը այդ Պետրոս դու վեմ ես ուրեմն արտահայտությունը ընդունել են համարյա բառացի ձգտելով հայկական տաճարներին տալ այդ ժայռային անշարժ իրավիճակը եւ ավելին հայկական տաճարները հատկապես բնության մեջ գտնող նրանք չեն ձգտում իշխել բնության վրա, բոլորը տեղադրվում են լեռնալանջերին եւ կարծեք թե փորձում են ներսից կազմակերպել եւ սրբազանցնել բնությունը, այլ ոչ թե իշխել։ Լանջի վրա գտնվող վանական համալիրի եկեղեցին հայերի մշակույթի բնորոշ տարրերից մեկն է, այնպես ինչպես որ Մասիսի լանջին պետք է գտնվեր իդեալական բնակավայր
տաճարի իդեալական այգին, այնպես էլ մեր ուրեմն տաճարները պետք է գտնվեն ահա միջնամասերում եւ նույնիսկ կարելի ասել, որ ասենք որոշ ուրեմն կառույցները, ինչպիսին Գեղարդն է, Առաջաձորի անապատն է, Հորոմայրն է, նույնիսկ ավելի մտնում են ժայռերի մեջ։ Այնուամենայնիվ ամեն մեկս մեր ներսում մեր տաճարը հաստատելով վերադառնային տաճար, որովհետև առանց տաճարի լայն է կյանքը, տափակ է կյանքը, անիմաստ է կյանքը։ Մեր տաճարները քարից են, ամեն ինչ քարից, քարի վրա, քարի մեջ, վարպետները չեն դիմում սլաղների, կարելի է տեսնել նրանց ողոր, նրանց հարթ մակերեսը, միայն եզակի դեպքերում պատկերաքանդակներ, դրանք հիմնականում կպիտորներ են, այսինքն մեքենացները, ովքեր որ ստեղծել են եկեղեցիները եւ գրություններ։ Մեր տաճարների պատերը կարծեք թե գրքի էջեր լինեն, եւ դա նորից շեշտում է հայերի հաստակ ընկալումը հիշատակի։ Տաճարը սուրբ է, Սուրբ Պապի վրա գրելով անվան գիրը նշանակում է հույս ունենալ, որ վերջին ժամանակներում նա էլ որպես գիր կներկայացվի Աստվածային դատաստանին եւ մարդկային անունները կընթերցվեն եւ կդատվեն ըստ արժանվուն։ Տիրոջ գահը իրոք գտնվում է տաճարում եւ մենք հիշում ենք Հիսուսի խոսքերը, որ ասում էր, որտեղ պիտի լինեմ, եթե ոչ իմ հոր տանը։ Պետք է ասել, որ ուրեմն ռոմանտիկ 19-րդ դարը ավելի շատ սկսեց շեշտադրել ավերակ տաճարները, լքված տաճարները, կարծես թե ցույց տալու համար հայերի փառավոր անցյալը եւ ողբերգական ներկան, եւ ասենք Հայաստանի մայրը ոչ այլ ինչ է անում, եթե ոչ ողբում է Հայաստանի ավերված մայրաքաղաքների եւ տաճարների ֆոնի վրա։ Պետք է ասել, որ մեր օրերում կարծեք թե ձգտում կա հեռանալու այդ մռայլ կերպարից եւ դրա ամենալավ վկայություններից մեկն է այս անկախ դրա ուրեմն սկզբունքային մոտեցումներից դա եկեղեցաշինության որոշակի աճը, զարգացումը եւ բոլոր դեպքերում հասկացվում է, որ իսկական տաճարը անպայմանորեն պետք է լինի կառուցված, կարգի բերված, դիեզերականացված տաճարը։ Պետք է ասել, որ ժողովուրդն էլ իր հերթին չի ընդունել երբեք ավերակները եւ ինքն է իր միջոցներով ձգտել կարգավորել դիեզերական տեսքի բերել գնացեք եւ մտածեք մեր փոքրիկ մատորներում մեր ավերակ եկեղեցիներում եւ ամենուր կտեսնեք թե ժողովուրդը ինչպիսի գուրգուրանքով է հարթարել այդ բեմերը իր ճաշակով բերել զարդարել այսպես խիստ հայացքի դեպքում դա կարող է եւ քննադատության արժանանա բայց բոլոր դեպքերով վկայում է ժողովրդական մոտեցումը տաճարին որ ցանկացած տաճար անպայմանորեն նշանակում է համակարգված բերած որոշակի ներդաշնակության անպայմանորեն դիեզերականացված այլ ոչ թե ձևախախտված ավերված եւ լքված Եկեղեցին լիովին այսօր ազգային է, բայց նա դիեզերական է, բարձ ասեմ, դիեզերական է մեր եկեղեցին, սահմանափակվել միայն ազգայինով, մենք գուցե եւ կշեղվեինք, գուցե այն կհնչեր միայն ազգային եկեղեցի, բայց այն ազգային է դարձել ոչ թե մենք ենք ազգային դարձրել իրեն, այլ բոլոր ազգերը փաստորեն մեզ դարձրեցին ազգային եկեղեցի, որովհետև մենք մնացինք միակ մաքուրը, միակ հավատարիմը, միակ իրոք այն անմահական աղբյուրից խմող ճշմարիտ զավակները։